Տնտեսական ակտիվության 8.1% աճը որքանով է արտացոլում նախ իրական տնտեսական զարգացումը, հաշվի առնելով, որ արդյունաբերությունը և արտաքին առևտրաշրջանառությունը զգալի անկում են գրանցել։ Հայաստանը բանկային երկիր է, այսինքն դրսից ֆինանսները գալիս են բանկային համակարգ, բանկային համակարգից մտնում են շինարարություն, անշարժ գույքի շուկա եւ ծառայություններ։ Այսինքն դրանք են հիմնական աճաշարժիչները Հայաստանի Հանրապետությունում։ Եթե նայենք տնտեսական ակտիվությանը, այնտեղ կա 5 հիմնական բաղադրիչ, որոնք են գյուղատնտեսություն, արտադրությունը, որոնք վերջին տարիների ընթացքում այդքան մեծ աճ չեն արձանագրել, եթե աճ են արձանագրել հիմնականում եղել են ոսկու վերարտանման շնորհիվ։ Աճ հիմնականում արձանագրում են շինարարությունը, որը բանկային համակարգի ներդրման հիմնական աղբյուրը է, ֆինանսական ոլորտը, որը հենց բանկային համակարգն է, ինչպես նաև այլ ծառայությունները, որոնք հարակից ճյուղեր են, սրանք են հիմնականում։ Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա արտադրությունը հիմնական աճ արձանագրել է 24-23 թվականներին կախված ոսկու վերարտանումով։ Այսինքն, եթե նայենք արտադրությունը ըստ առանձին տարերի, ապա կտեսնենք, որ մինչև 24 թվականի մայիսը հիմնականում ոսկու մետաղների արտադրությունն էր ապահովում աճի 90%-ը, 90-95% արտադրությունաբերության, հետո այդ ցուցանիշը քողարկեցին հիմնական մետաղների արտադրության մեջ, բայց էլի բաստը այն էր, որ մեր արտադրության մեծ մասը ապահովում է ոսկու վերարտանման արտադրությունաբերության, որ իջիկս եղավ, որի արդյունքում, փոչիկը տրաքեց, որի արդյունքում արտահանման, ներմուծման, ինչպես նաև այլ ցուցանիշներ անկում ապրեցին զգալի այս տարվա ընթացքում։ Եվ դրա համար ենք տեսնում օրինակի համար, որ արտահանման ցուցանիշը 40%-ով անկում է ապրել, այսինքն 40%-ը, որ ավելի լավ կդրի հասկանալ, գրեթե 2 անգամ ավելի քիչ ենք արտահանել այս 2025 թվականին, քան 24 թվականին։ Հիմնական պատճառը այն էր, որ 24 թվականի 13.1 միլիարդ դոլար արտահանման 63%-ը, այսինքն գրեթե 2/3-ը եղել է ոսկու եւ այլ թանկարժեք մետաղների վերարտահանումը։ Եվ փուչիկը տրաքելուց հետո մենք տեսնում ենք արդյունաբերության կրտրուկ անկում, ոսկե դա հիմնված էր ոսկու վերարտանման վրա, արդյունաբերության վրա, ինչպես նաեւ արտահանման ներմուծման կտրուկ անկում։ Պարոն Թավադյան, շինարարության 20.6% աճը շարունակվում է մնել տնտեսության հիմնական շարժիչ ուժը կարծես թե, ինչ ռիսկեր կարող է ունենալ նման ոլորտային անհավասարակշռությունը երկարաժամկետ հեռանկարում։ Ուրեմն, տեսեք, այստեղ ոչ միայն պիտի նայենք մի կողմից, այսինքն աճի կողմից, այլ նաև պահանջարկի ու առաջարկի կողմից։ Ինչ նկատի ունեմ ես, առաջարկը մեր մոտ բավականին բարձր է, որտեղ այդ գումարը, որ եկել է Հայաստանի Հանրապետություն 2022-23 թվականներին դեպի բանկային համակարգ, հիմնական ներդրման աղբյուրը եղել է հենց շինարարությունը եւ սնկերի պես աճել են նորակառույցները։ Իսկ ինչ վերաբերում է պահանջարկին, պահանջարկը հարստականորեն Հայաստանում բարձր է պահվել, լինի դա մինչև 24 թվականի վերջը գործող եկամտահարկի հետ վերադարձով, հիպոթեքի գնման պայմանում եւ այլ միջոցներով, այս պահի շարունակում է բարձր պահել։ Զուտ դրա մասին է խոսում այն, որ ճիշտ է Հայաստանի Հանրապետության ըստ կադաստրի տվյալների Հայաստանի Հանրապետության վաճառքի ցուցանիշները դեռևս աճում են, բայց հիմնականում աճում են առաջնային շուկայում, իսկ երկրորդային շուկայում մոտ մի 14% անկում է գների եւ վաճառքի ցուցանիշների նկատվում։ Այսինքն սա ցույց է տալիս, որ շուկան մեր մոտ բաժանված է, երկրորդային շուկան, որտեղ գները անկում են ապրել եւ ցույց է տալիս, որ պահանջարկը իջել է, սակայն առաջնային շուկայի աճը դեռևս բարձր է պահում։ Սա բավականին խնդիր է, խնդրահարույց է, ընդհանուր առմամբ այստեղ ռիսկերը առկա են, բայց նշեմ, քանի որ մեր տնտեսությունում հիմնականում գործում է հետեւյալ շղթան, փողը գալիս է Հայաստանի Հանրապետություն, մենք շատ քիչ բան ենք արտադրում, փողը գալիս է Հայաստանի Հանրապետություն, մտնում է բանկային համակարգ, բանկային համակարգից մտնում է անշարժ գույքի շուկա, շինարարություն,
անշարժ գույքի գները ըստ այդմ բարձրանում եւ ինչքան շատ շինարարություն ունի, ինչքան անշարժ գույքերը բարձրանան, այնքան տնտեսական աճ է ապահովում։ Սա խնդիր է առաջացնում, որովհետեւ եթե այս շղթան մի օր կանգ առնի, ենթադրենք ինչպես տեղի ունեցավ 2008 թվականին, ապա ամբողջ տնտեսական աճը, ամբողջ տնտեսությունը փլուզելու է։ Սա վտանգավոր է ընդհանուր առմամբ եւ ոչ կառավարությունը եւ ոչ բանկային համակարգը հակված չեն այս տների գների շարունակական աճ ու շինարարությունը, որ հանկարծակի կանգնի։ Դրա համար տեսնում ենք, որ կադաստրոֆ օրինակի համար բացի կենտրոն ու կոմիտաս համայնքներից, բացի կենտրոն եւ արաբկիր համայնքներից, որտեղ գները աճը կանգնել է, մնացած տեղերում Երևանում գների աճ դեռևս շարունակվում է, իսկ երկրորդային շուկայում վաճառքի քանակը եւ գների որոշակի անկում կա։ Տնտեսական ակտիվության աճի հիմնական բաղադրիչները, բացի շինարարությունից, նաև ծառայությունների ու առևտրի ոլորտն է։ Հա, գերակշռող են դարձել։ Սա ըստ ցույց է տալիս, որ սպառողական եւ ոչ արտադրական տնտեսության ուղղությամբ ենք շարժվում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ դա մակրոտնտեսական կայունության վրա։ Տեսեք, իրականում Հայաստանի տնտեսության մեծ մասը կենտրոնացած է Երևան քաղաքում։ Դրա մասին է խոսում այն, որ աշխատավարձի ֆոնդի 80%-ը կենտրոնացած է Երևան քաղաքում, օրինակի համար։ Նույնը վարկերի 80%-ը մոտավորապես վերջնում են Երևան քաղաքում։ Նույնը այնտեղ առևտրի գրանցված առևտրի մոտ 80%-ը Երևան քաղաքում է։ Այսինքն ինչ այս տեղի ունեցել է, Երևան քաղաքում է տեղի ունեցել եւ հատկապես կենտրոնում է տեղի ունեցել։ Այսինքն մենք ունենք զգալի բևեռացում ցածր եկամուտ ստացող քաղաքացիների եւ բարձր եկամուտ ստացող քաղաքացիների միջեւ, որոնց եկամուտն է հիմնականում աճել, եւ իրանք կարող են իրենց թույլ տալ Երևանի կենտրոնում բավականին մեծ քանակությամբ ծառայություններից օգտվել։